Նոյեմբերի 9-ին ժամը ուղիղ 22:45-ին մեծ եթեր նվիրված 44-օրյա պատերազմի պարտությանը, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին, հատուկ անդրադարձ Արցախում տեղի ունեցած սարսափելի սպանությանը, 5 տարիների ընթացքում ինչ չհասկացավ Սերժ Սարգսյանը։ Բավական ծիծաղալու է, երբ Սերժ Սարգսյանը մինչև հիմա չի հասկանում, որ ինքը սխալ էր այս պարագայում Նիկոլ Փաշինյանը եւ հայ ժողովուրդը հայտնի ասացված կա, չէ՞, երեխան մեծանում է բութ եւ շատակ է։ Սերժ Սարգսյանի ոդքասթի հիմնական ասելիքը։ Քանի հոգով են գալիս է, ոնց որ ռեստորանային համալիր ներկայացնեն, իսկ միջին բանկետի համար ախտերս բերել է Արթուր, որ Շուշան Պետրոսյանի ունիտազը ցույց չի տվել հանրապետական կուսակցություն։ Ոսկեզոծ։ Այո։ 6 ժամից 3 ժամը այնտեղ մի-շոր տամբուշկեն ունիտազը Սերժը ուր դե լողանում, չգիտեմ ինչ շամպուն է օգտագործում, ոնց որ բան Էյնշտեյնն էր գեզմանից դուս եկել էին թե հասկանային այդ Նոբելյան մրցանակակիրը ոնց է ապրում, էլի։ Հռետորական հարց Սերժ Սարգսյանին։ Այսինքն Սերժիկին մենք հռետորական հարց ենք տալի, Սերժիկ, պարոն, չգիտեմ, նախագահ ասենք, ինչ ասենք, հրամանատար, որի ամիջ լավ ես գա ասենք, Ֆեյլդմարշալ, Ժուկով, մատ դուլը պատմի այդ ֆլեշի բարձրը այդ ում փողերով է Դուբայում շենք սարքում, Արադ բանկից խոսա։ Ինչպես են կռվել եւ զոհվել հայ զինվորները հանուն հայրենիքի եւ ինչպես է պատկերացնում Սերժ Սարգսյանը Արցախի իշխանության անելիքները։ Ինչ պայմաններում է զոհվեի մեր երեխեն, ոնց է զոհվել, որտեղ, ոչ հրամանատարի անուն գիտեմ, ոչ չաստի համար գիտեմ, ոչ մի բան չգիտեմ։ Ընդամենը 2 ամիս էր, ընդամենը 2 ամսվա ծառայող ու ասես վերջ, բերեցին, տվեցին դիակը ու վերջ։ Ես հիմնականում արցախցիներին եմ մեղադրում։ Արցախցիները այդ որ հիմա այնտեղ նստել են, այնտեղ սպասում են, որ ազատեն իրենց, բացի Ռուբեն Վարդանյանից, նրանց բոլորին պետք է սենց կտրտեն մարմինը, աղը լցնեն վրեն, չթողեն, որ մեռնեն։ Եթե դուք տղամարդ էիք, գերության մեջ գտնվող մարդկանց հասցեին չեմ կարծում դա քիչ է իրանց։ Եթե նրանք տղամարդ լինեին, եթե իրանք իրոք իրանց ազգի նվիրալներ էին, նրանք չպետք է գնային իրանք իրանց ձեռով հանձնվեին։ Երբեք հերոս մարդը ու հայրենիքի նվիրված մարդը երբեք չի գնա գլուխը կախի թուրքի առաջ։ Ինքը կարար գնար զենքը վերցներ, կանգներ, ժողովրդին էլ իր հետևից տաներ, զոհվեր, բայց ինքը չգնար Թուրքի առաջ ծնկի չգար։ Սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ արցախցիներն ամբողջ ուժով կռվել են, չէ՞, դա փաստ է։ Դե փաստը հա պիտի կռվեն, բա իրանց երկիրն է պիտի պաշտպանեն։ Հայրենիքի համար կյանքը նվիրելը գնալը անձնազոհության ինքը չի դիտարկում։ Այսինքն սա մորթապաշտ է։ Այլ ելք, ասում այլ ելք չունեին, ոչ չունեին, լիմոնկա չունեին, արա։ Արայք Հաուսյանը մնում էր Զիբիլի ավտոքշոների զենք բաժաներ։ Քաղաքովում խփումը պարզվում է Արայիկի տված զենքով են խփում։ Անդրադարձ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին։ Ինչպես եւ ինչու ի վերջո ընկավ Արցախը։ Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էր մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէ։ Սովետ չուներ, սեփական ոչինչ չուներ Ղարաբաղում, բոմժություն էին անում, ցեղով մեկ։ Ինքը իրան փրկեց։ Հունաստանում հյուրանոց, Դուբայում տեսակ տները։ Այդ մարդը ինքը իր համար ինչ պետք է կյանքում արել է։ Դրա համար էլ այդ մարդը տաքսի է քշում։ Ոչ մի բան չունի։ Որ սիրուշոս ֆրֆրա կայֆը տանի։ Պրե գոմեշ բան բացի։ Ինչ պետք է անեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի համար։ Հետեք ցիկնիդերեք Ստեփանակերտ թայֆով ընտանիքով արա բրծնենք ձեզնից արա։ Գնացեք ձեր Ալիև աղբոր հետ ապրեք։ Ալիևի արունը խմեք։ Անդե բյուջեն թալանեք ոնց որ 70-30 տարի արել եք նեն բա։ Ինչ եք ուզում մեզնից։ Ինչ կապ ունի Բելա Քոչարյանը Արցախում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության հետ։ Բացառիկ մանրամասներ։ Էրիկ Բաղդասարյանը 20-ամյա բանակից վերադարձած դաժան ծեծի է ենթարկվել քաղաքի կենտրոնում եւ սպանվել է։ Ուրեմն սպանողները ըստ մեր փոխանցած մեր աղբյուրի, մեր արցախցի հայրենակիցների 2 հոգի են։ Ուրեմն համար 1 Սուրեն Ռոմայի Հակոբյան, հայտնի տիկին Բելա Քոչարյանի հալ քրոջ Կարինայի որդին է։ Այդ մի սպանողը ըստ մեր աղբյուրի։ Սպանող համար 2 Կարեն Վիկտորի Քոչարյան։ Ծեծ ու ջարդ տեսանյութի 1 լայքի համար
ովքեր են եղել մասնակիցները եւ ինչ է նրանց սպասվում։ Ստեղ այնտեղ ներկայացնում է, որ ինքը իշխանության մեջ կապեր ունի, պրոբլեմ չունեցող տղա է, այս քաքին ուղղակի ուզում եմ զգուշացնեմ, որ լսի արա։ Մենք ինֆորմացիա ենք ստացել, որ մի հատ արցախցու ինչ-որ սուտի լավ տղեկի հետ ասֆալտի իրան պատկանող գործարանում ծեծի են ենթարկել մի հատ լայք դնելու համար։ Լսի քեզ ինչ եմ ասում, Արման Հակոբյան, Գրզոյի հետ կնկարվես, ինչ կանես, մյուսի, դու Հայաստանի Հանրապետությունն ես, որտեղ կա մի գերակայություն եւ դա օրենքի գերակայությունն է։ Հատուկ անդրադարձ երաժշտական աշխարհին 2016 թվականին երգիչ Արմենչիկը տեսախցիկների առջև ցուցադրաբար քաղցրավենիք էր բաժանում զինվորներին, իսկ 2025 թվականին երաժշտական էլիտան անգամ չի էլ փորձում աջակցել իրենց ընկեր երգիչ Վարդան Եղազարյանին, նույն ինքը հարությանը հայտնի Վարդանիկին։ Ինչ է սպասվում շոու բիզնեսի ներկայացուցիչներին ապագայում։ Կոչ ենք անում, որպեսզի ով հնարավորություն ունի, եթե այդպես առողջական խնդիր կա, օգնեն իրանց գոլեգային, բայց ես մի շատ կարևոր, քանի որ խոսք բացեցի, ես մի շատ կարևոր բանի ասեմ, ապագայում մենք այդ հարցը բարձրաձայնել ենք, նաև եւ մասնագետների հետ կհանդիպենք, փորձենք օրենսդրական նախաձեռնություն բերենք այդ երգիչ շոու բիզնեսի այդ կապիկների հետ կապված։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ ծավալուն եթերը դիտեք այսօր, նոյեմբերի 9-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։